Պատրաստում եմ կեչուփ հետևորդի խնդրանքով, բավականին հաջող է ստացվել, անհրաժեշտ բանջարեղենները լվացել եմ և հերթականությամբ դասավորել, ինձ օգնության է հասել այս հրաշալի հարիչը, որի միջոցով ես բավականին հեշտ վերջացրի իմ աշխատանքը, մանրացրել ենք բանջարեղենը և լցրել եմ մեծ կաթսայի մեջ և ֆելում, 1 ժամ եփելուց հետո թողնում ենք, որ հովանա, հովանալուց հետո կեչուփ եփելու գաղտնիքը, պարտադիր պայմանը, որ այս զանգվածը պետք է անպայման մաղով անցկացնենք, մաղով անցկացնելուց հետո լցնում եմ մեծ կաթսայի մեջ, ավելացնում եմ հերթականությամբ մեր բաղադրիչները, ավելացնում եմ շարիկ սև պղպեղը և մեխակը մարլայի մեջ կապած, որպեսզի վերջում ես հեշտությամբ հանեմ, դափնու տերևներ, խնձորի քացախ, աղ և շաքարավազ, անընդհատ խառնում ենք, որպեսզի տակը չկպչի, նայեք ինչքան գեղեցիկ է ստացվել, դուք էլ պատրաստեք սիրով, չմոռանաք բաժանորդագրվել իմ էջին և սրտիկել: